Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին ընթരാճ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, դրանք երկրի բարձրագույն իշխանության ուշադրության կենտրոնում են։ Հոբելյանական տարվա առաջին լայնամասշտաբ մշակութային միջոցառումը տեղի ունենալու Շուշիի Պարիսպների մերձակա հին այգում։ Մայիսի 8-ին այստեղ տոնական համերգ է նախատեսում, կկազմակերպվեն ազգային ավանդական խաղեր, կներկայացվեն ղարաբաղյան սովորույթներն ու կենցաղը։ Առաջին անգամ մենք ներկայացնելու ենք ղարաբաղյան հարսանիք համերգ բեմադրությունը արդեն ամբողջական տարբերակով եւ կարծում եմ մեզ հաջողվելու է այստեղ ապահովել տոնական տրամադրություն, ուզում եմ ասել, որ միջոցառումները շարունակվելու են մինչեւ երեկոյան ժամը 8-ը եւ բոլոր ցանկացողները կկարողանան օրվա ընթացքում տարբեր ժամերի այցելել եւ նույնպես մասնակից դառնալ այդ տոնախմբության։ Շուշի բերդաքաղաքը օրեցօր վերագտնում է իր երբեմնի փառքը եւ այսօր այն հավակնում է դառնալ Արցախի մշակութային ու կրթական կենտրոնը։ Այդ նպատակին են ծառայում հանրապետության իշխանությունների կողմից հետևողական քաղաքականությունը։ Նախագահ Բակո Սահակյանը անձամբ է ծանոթանում իրականացվող աշխատանքների ընթացքին։ 2010 թվականին սկսվեց նախկին ուսանողական հանրակացարանների վերակառուցումը։ Ունեցած հարմար շենքային պայմանները թույլատրեցին կառույցը վերածելու բարձրագույն ուսումնական հաստատության։ Այն է Հայաստանի Ագրարային համալսարանի մասնաճյուղը։ Այս պահին արդեն ընթանում են երեսապատման աշխատանքները, ընդհանուր ճակատների ներսի հարդարման աշխատանքները արդեն լրիվությամբ ավարտված է սվաղի հատակների կառուցման աշխատանքները եւ արդեն ավարտման փուլում է գտնվում եւ 13 թվականի սկզբին մենք արդեն լրիվությամբ կավարտենք իր բարեկարգմամբ, իր բոլոր հարմարություններով։ Ոչ միայն ապագա գյուղատնտեսներ, այլև արհեստավորներ ֆրանսահայ բարերարների նյութական օժանդակությամբ համալսարանի կողքին կառուցվում է արհեստագործական ուսումնարան։ Այն լինելու է ժամանակակից ուսումնական հաստատություն իր հագեցվածությամբ եվրոպական երկրներում վերապատրաստված բարձրակարգ մասնագետներով։ Ավերակներից վերհառնելու Շուշիի փորձերն ինչ խոսք քրտնաջան աշխատանքում մեծ քանակությամբ ներդրումներ են պահանջում։ Միայն 2011 թվականին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը հատում է 3.5 միլիարդ դրամի շեմը։ Սակայն դա վերջնագիծը չէ, Արցախի կառավարությունը շարունակելու է նոր թափով աջակցելու Շուշիի ծաղկմանը։ Վերջի տարիներին շինարարական մեծ աշխատանքներ են կատարում, մեծ ֆինանսական գումարներ հատկացվել Շուշիի վերականգնման ուղղությամբ, բայց ինչպես տեսնում եք, անելիքները շատ են։ Հիմնական շեշտադրումը այսօր պետական կառույցների տեղափոխման Շուշի փորձում ենք լուծել եւ երկրորդ ուսանողական քաղաք, կրթական քաղաք ունենալու այդ գաղափարը միշտ էլ եղել է եւ այսօր եւս այդ ծրագիրը իրականություն է դառնում։ Շուտով բերդաքաղաք է տեղափոխվելու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։ Նախարարության մասնաշենքը նախկին օրիորդաց վարժարանը վերակառուցվել է։ Բակո Սահակյանն այստեղ ծանոթանում է իրականացված աշխատանքներին։ Վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ շուտով մասնաշենքը հնարավորություն կունենա իր հարկի տակ ընդունելու նախարարության աշխատակիցներին։ Իհարկե Շուշին զարգացնելու փորձերից սրանք ընդամենը մի քանիսն են։ Օրեցօր քարե-քարին դնելու պատասխանատու գործընթացում շուշեցիների ոգևորության չափաբաժինն է մեծանում։ Այդ ամեն աշխատանքների արդյունքում Շուշիում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր, բացի դրանից Շուշիի կյանքի մեջ բավականին մեծ աշխուժություն կմտցվի։ Հույս ունենք բնակության թվականակի ավելացման, ինչպես նաև այդ ամենի արդյունքում Շուշիի նախկին փառքի վերականգնման իրական տեսլականը արդեն ակնհայտ է դառնում։ Լավատեսությունը բերդաքաղաքի ազատագրման 20-ամյակին ընթരാճ ավելի է մեծանում։ Շուշիի տանկ հուշարձանը, որը բերդաքաղաքի այցեքարտն է համարվում, իր այցելուներին կներկայանա նորովի։ Կառուցվել է նոր թեքողի, բարեկարգվում է ամբողջ հուշարձանի տարածքը։ Այստեղ էր հանրապետության նախագահ Բակո Սահակյանի աշխատանքային շրջայցի վերջին կանգառը։ Սամվել Բալայան, Մայր Մկրտչյան, օր